Ես չեմ հավատում Աստծուն, այնպես ինչպես հավատում են շատերը, բայց ես հավատում եմ մեր երկրի ապագային։ Ես աթեիստ եմ։ Սովետի ծնունդ եմ տենցել, եկելա միջև հիմա էլ աթեիստ եմ, մահից չեմ վախենում, իսկապես դա ձև չեմ թափում։ Պետք է վեհափառը Կարգալույցյանին, Ավասարդ Կճոյանին եւ մյուս ուրացող եպիսկոպոսներին։ Ես աթեիստ եմ, ինձ համար միևնույն է, կներեք։ Հիսուս Քրիստոսը Հայաստանի ամրագոտին է։ Հայաստան։ Այսինքն Այն բոլոր մեքենաներում, որտեղ ասենք վարորդը չի գցում, ամրագոտին չի կապում։ Իհարկե ոչ բոլոր, բայց խաչ կամ Հիսուսի նկարն է դրած։ Այո, ամբողջը դիմապակին պատված է Հիսուսի եւ Մարիամի նկարներով։ Այսինքն մեր անպատասխանատվությունը մենք պրոյեկցում ենք, որ Աստված մեզ կպահի, հա։ Այո։ Այսինքն ճիշտ եմ հասկանում։ Ինքը այսինքն մտածում է, որ ինչքան ես ավել Հիսուսի նկար կպցնեմ իրար կողք, Warhol-ի պես ասենք տիրաժավորեմ, այդքան քիչ կլինի հավանականությունը իմ պատահարների։ Կամ եթե ամենամեծ արձանը անպատասխանատվության գագաթնակետն է։ Այսինքն, եթե մենք հիշում ենք ժամանակին Ալյոշաներ, չէ՞, կարծեմ Դոստոևսկու Կարամազովների մեջ ասում են, բայց եթե Աստված չլինի, մենք բարոյական չենք լինի, ոնց կարող ենք լինել այդպեսին։ Բայց ես կարծում որ երբ որ Աստված կա, մենք չափազանց անպատասխանատու ենք մեր գործողությունների նկատմամբ։ Իսկ դու փաստորեն կարող ես որևէ քայլ չձեռնարկել անվտանգությունը ապահովելու համար ու մտածել, որ ես քո հավելյալ Հիսուսի պատկերը կփրկի քո կյանքը։ Իսկ եթե հանկարծ, բայց իրոք տենց է մտածում։ Բացատրի, խնդրում եմ, որն է կապը։ Ինչու են կախում այդ սրբերի, մի խոսքով Հիսուսի եւ Մարիամների այդ բազմաթիվ նկարները։ Դե որ Աստված պահապան էր։ Պահապան, այո, որպեսզի պատահար չլինի, որպեսզի ողջ մնան եւ այլն։ Հիմա մեր գիտությունը ստեղծել է ձևը դրա։ Ամրագոտի դու չմահանաս ստից ինչ որ մի հատ հարվածից, քեզ ամրագոտի կկապես։ Որտեղ քեզ պետք չի որ Հիսուսը փրկի։ Այո, ու չի կարող Հիսուս փրկել, որտեղ ինքը գոյություն չունի։ Դե շատերի համար ունի։ Հա, ես լավ աթեիստ եմ։ Հարգեմ արդեն նկատեցիք։ Հա։ Ուղղակի ես համարում եմ, որ ունի որոշակի անպատասխանատվության զգացողության սերմանում կրոնը հավատը ինչ որ գերբնական ուժերի մեջ ու դա է ինձ համար սարսափելի, այսինքն այն որ իդեպ եթե հանկարծ պատահարը եղավ, ասենք ինքը չի մտածի որ Աստված չկար եւ այն կհասի միգուցե 11-րդ նկարն էլ պետք է դնեի, երկրորդ տարբերակը երևի Աստված տենց է ուզել։ Սարսափելի է այդ տեսակ մտածողությունը ինձ համար։ Ես ճակատագրապաշտ չեմ, ես չեմ հավատում Աստծո, եւ այդ ամեն ինչը ինձ համար աբսուրդ է։ Այդ ամեն ինչին անդրադառնալ։ Ես ուզում եմ ասեմ, որ եկեղեցին կարիք չունի ռոպագանդելու, քանի որ ամեն օր մենք թե պաշտոնական, թե օֆիցիալ, թե կուզենց մեռելոցները, որ ոչ աշխատանքային օր սահմանեցին, ըստ իս սահմանադրական կարգը խախտելով գոնե իմ աթեիստի, որ ասենք չի ուզում այդ օրը չաշխատել կամ գնալ գերեզմանոց։ Դուք ձեզ համարում եք հավատացյալ։ Երևի թե ոչ։ Չէ։ Իսկ ինչն է պատճառը։ Համոզմունքներս։ Ոչ, տենց է։ Երևի թե դուք ունեք բարեկամներ կամ մտերիմներ, ովքեր իրենց համարում են հավատացյալ։ Այո։ Կան, շատ կան։ Ձեզ մոտ որոշակի վիճաբանություններ չեն ծագում։ Ոչ, որտեվ ամեն մեկս հարգում է դիմացինի կարծիքը։ Չէ, եթե նույնիսկ վիճաբանություն լինի, երևակա ես այնքան բան գիտեմ, իրանք չգիտեն։ Իսկ դուք ձեր աթեիստական համոզմունքները բարձրաձայնում եք։ Չէ։ Չէ, դա իմ գործն է։ Ես աղոթելուն դեմ եմ, եկեղեցու կարիք էլ չունենք, դարձյալ ձեր խոսքերն են։ Դուք եկեղեցի չեք գնում ապաշխարելու կարիք չունեք։ Ապաշխարելու։ Այո։ Չէ, նման թատերական ներկայացումների ես ընդհանրապես չեմ մասնակցել եւ չեմ մասնակցում։ Իմ աղոթքս աշխատանքն է։ Ես աշխատանքով եմ, եթե կարելի ասել։ Եվ գտնում եմ, որ դա է ձևը։ Այսինքն ես չեմ կարող ընդունել
ջրանցք չկառուցելու փոխարեն աղոթել, որ անձրև կա, որ արտը չչորանա։ Ես գտնում եմ, որ պետք է աշխատել եւ ջրանցք կառուցել։ Որտեղ որքան էլ աղոթես, ցանքսերիդ խնդիրը չես լուծում, ասենք, ջրի խնդիրը չես լուծում, կամ որքան էլ աղոթես, չարը չես վանում, փորձանքից չես ազատվում, որքան էլ աղոթես, դրա համար պետք է պարզապես զենք կռել եւ պատրաստ լինել թշնամուն դաս տալ։ Աղոթքով թշնամուդ չես վանի։ Խնդալիք բաներ են, ճիշտ ասած, 3000-ամյակի մեջ են։ Այս հարցերը իսկապես ծիծաղ է առաջացնում։ Ես հազիվ եմ զսպում հիմա, որ չհռհռամ անկեղծ։ Բա ուր մնաց քրիստոնեության մեր դավանանքը, իր մեջ առանցքային տեղ գրավող զղջումը, մեղագալը։ Ում համար դա առանցքային է, ում համար ընդհանրապես արժեք չէ։ Դուք քրիստոնյա չեք։ Երբեք, ես ինձ քրիստոնյա չեմ զգում։ Իմ պաշտամունքս, եթե կարելի է Դուք այդպես Աստծուն ասել, չեք հավատում։ Եթե Աստված հայրենիքն է, հավատում եմ։ Ուրիշ Աստված չեմ ընդունում։ Իմ Աստվածը, իմ նպատակը, իմ երազանքը, իմ կրոնը, իմ հավատքը, իմ չգիտեմ, ամենը իմ հայրենիքն է։ Միանց։ Հա, աթեիստ եմ։ Հարցեր կան։ Ուրեմն ի տարբերություն շատերի ես չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունը։ Դաստիարակություն կա։ Բոլոր դեպքերում եւ հավատացյալ մարդն է միջինում ապրում 70 քանի տարի։ Միջին տևողությունը Հայաստանի եւ ոչ հավատացյալը։ Եթե հավատք ունենար ինչ-որ մի առավելություն կամ հակառակ ունենար առավելություն, կյանքի տևողությունը կլիներ տարբեր, բայց տարբեր չի։ Այսինքն հավատում ես թե չես հավատում, ոչ մի նշանակություն չունի, ոչ քո հիվանդության հետ եւ պատկերը հիվանդացության հետ, ոչ մահացության հետ։ Այսինքն էվոլյուցիոն տեսակետից հավատում ես, անհավատ ես թե հավատացող ես, ոչ մի բանի վրա դա չի ազդում։ Դա քո հոգևոր աշխարհն է։ Քո հոգևոր աշխարհը մեկի մոտ կարող է լինի այսպեսին, մյուսի մոտ կարող է ուրիշ լինի։ Կարևորը հարուստ լինի, մարդատիաս չլինի, կարևորը որ բարի լինես, չգիտեմ, եւ շարունակ, այդպես շարունակ։ Իսկ մարտնչել անիմաստ է։ Հետո որ գիտությանն էլ ենք նայում, օրինակ շատ աթեիստներ վերցնում են ու բացարձակ են սարքում աթեիզմը, որ իբր աթեիզմը բացարձակ ճշմարտությունն է, ինչպես պետք է, իսկ կրոնը ոչ, ինչի ես կատեգորիկ համաձայն չեմ, լինելով աթեիստ, չհավատալով Աստծուն։ Եթե հանդիպեիք Աստծուն, որը կլիներ ձեր առաջին հարցը։ Հա, մի քիչ դժվար հարց է, գիտես ինչու, որտեվ ես զարմանալի բան է ստացվել, էլի ես աթեիստ եմ իմ համոզմունքներով, բայց վերջերս շատ եմ դիմում նրան։ Հիմա հանդիպենք եւ ինչ հարց տամ, ինչ պիտի հարցնեմ։ Ես եմ իմ խղճի տերը, իմ Աստվածը ես եմ հոգի ջան, ուրիշ մեկը չկա։ Չկա, մենք մեծ շփոթություն ենք ապրում այդտեղ եւ մեծ սխալներ ենք թույլ տալիս, երբ որ մեր հարցի լուծումը մեզանից դուրս ինչ-որ մեկի հետ են կապում։ Ես պիտի իմ հարցերը լուծեմ, ես եմ իմ ընտանիքի առաջ պատասխանատու։ Այսինքն դուք անձամբ հավատում եք, որ դուք էվոլյուցիայի պրոդուկտ եք եւ վաղը կմահանաք եւ ես միշտ պատկերացնում եմ sense աթեիստների դիրքորոշումը, որ sense սև ֆոն կլինի ու ամեն ինչ կվերանա։ Այսինքն ուղակի հողեր եւ հող դարձար, այսինքն այլ վերջ, ոչ կա հոգու հետ մահու կյանք, ոչ շարունակություն, ոչ ինչ-որ մեն, այսինքն ուղղակի sense խրտ սև ֆոն է լինելու ու վերջ։ Որքան տխուր է այդպես է։ Եվ քանի որ հենց կրոնը ինքը այսինքն այդ հույսը չկա, որ այս կյանքը պիտի շարունակություն ունենա, որ այդքան անիմաստ չի մեր այստեղ հայտնվելը։ Ես խոսել, իհարկե շատ դժվար է մարդկանց պատկերացնելը, որ իրենք վերջավոր են եւ մի քիչ այդ ձեր ասած ֆոնն է լինելու եւ իրանք չեն լինելու եւ այնքան ծանր է մարդկանց գիտակցելը դա, որ նրանք բավստորեն որպես հույս, ինչպես են դուք ասացիք, ստեղծել են այդ կրոնը, որը իրեն ցույց է տալիս, որ իրենք վերջավոր չեն։ Կրոնը կա եւ մեզ ասում է, որ մենք վերջավոր չենք։ Կրոնը ինքնին չի ստեղծվել, մարդկանց ուղեղն է, չէ՞, ստեղծվել։ Ես իհարկե հասկանում եմ, ինչա մարդկանց այդքան դժվար է ընդունել, որ իրենք վերջավոր արարածներ են եւ մի բաղ գալու, որ իրենք գոյություն չեն ունենալու։
Բայց ես նաև չեմ հասկանում, թե ինչ եմ փորձում փրփուրներից կախվել։ Ես դա կրոնը ընկալում եմ որպես փրփուրներից կախվելու ձև։ Աստված գաղափար է, դա կապված է մարդու գաղափարների մեջ հետ։ Ուրեմն դա իմ կարծիքով իհարկե մարդը մենք բարձանքով կարող ենք ասել, որ մարդը այնուամենայնիվ բացի սովորական գիտելիքներից ինքը ստեղծել է մի ամբողջ աշխարհ, դա բարոյական աշխարհ իր մտքում, իր հոգու մեջ, ճիշտ է։ Մենք չպետք է իջնենք այդ սովորական, այսպես ասած, գաղափարներին, որ Աստված դա ինչ-որ մարդու պես կենդանի մի կենդանի պես մի բան է, ոչ, դա որպես բարոյականության մարմնավորում, որպես կենտրոնացում բարոյականության համար և կյանքի ավելի բարձ կյանքին իմաստ տվող, մեծ խոր իմաստ տվող մի գաղափար, ապա ուրեմն դա պետք է ընդունել, որ դա կա։ Պարոն Համբարձումյան, իսկ բայց եթե կարծում են, թե աստղագետները կամ ուրիշ գիտնականներ կարող են իրենց տելեսկոպներով նայել և տեսնել Աստծուն, դա իհարկե բոլորովին միամիտ կարծիք է, չէ, այդ տեսակ Աստծուն ես բոլորովին չեմ հավատում, բայց ես հավատում եմ, որ մարդը և անասարակ բոլոր գիտակից արարածները կարող են զարգացնել այդ գաղափարը բարձրագույն բարոյականության վերաբերյալ։ Եվ ես կոչ եմ անում, որ մարդիկ իրոք մտածեն, թե նրանք ճիշտ է և խելք ունեն, և արտաքին աշխարհի, տեսանելի աշխարհի ճանաչողություն ունեն, այդ բոլոր ճիշտ է, բայց կա և մի ուրիշ գաղափար, որ նրանք կարող են իրենց մեջ ստեղծել գաղափարներ, որոնք վերաբերում են մեծ բարոյականության, և այդ տեսակետից ամենաբարձր գաղափարը, որը կարող է ստեղծվել, դա կարելի է անվանել, կարելի է դիտել որպես Աստծո երևույթի արտահայտություն։ Эйнштейн сказал, что если Бога не было, надо было его придумать. Для того, чтобы придумать, потому что у нас с вами есть миллион вопросов, на которые нет ответа, и мы, у кого спросить? И мы пошли спрашивать у этого неосязаемого Бога. Are you a religious man? No. Do you believe in God? I don't know. Is there a God? Look, I'm a scientist. A doctor is always a scientist. A question. I'm willing to change my beliefs if I'm provided with sufficient evidence. I do not believe that there is, certainly don't believe in any kind of theism, specific books. I don't believe in a God in any sense. But I'm willing to change my beliefs if I'm shown sufficient evidence. I think sometimes that the idea of having faith is wedded in my faith for the greater humanists of Greater Portland. I try to undermine that notion that faith is bundled with a moral edifice, and that if you're a person of faith, you're a good person. And that link needs to be terminated. We need to think about faith not as a moral issue, but as an epistemological issue, not as an issue of making you a good person or a bad person, but faith itself is an unreliable way of reasoning. It's a process of reasoning that will not get you to the truth and that will not enable you to discern truth from falsity.